Ողջույն բոլորին, շնորհավորում եմ բոլորիս մարտի 8-ը, շնորհավորում եմ ձեր տան կանանց, մայրերի, քույրերի, բոլորի տոնը և թող միշտ գեղեցիկ լինեն, հատկապես տղամարդկանց է վերաբերվում, ձեզանով են կանայք գեղեցիկ, եթե իրենք սիրված են, ապա դուք ևս սիրված կլինեք և այդպիսով իրենք ավելի կգեղեցկանան հատուկ ձեզ համար և խնայեք ձեր ծնողներին։ Պետք չի, որ հատուկ օր լինի, որ հենց այդ օրը միայն ծնողներին կամ կանանց լավ պահեր նվիրեք։ Պետք է տարվա մեջ 365 օր խնամեք ձեր ծնողներին և կանանց։ Եվ այս տեսանյութը մի փոքր ուրիշ է։ Այս տեսանյութը վերաբերվում է միայն հենց տոնին, առանձին կլինի նաև թե ուղղակի օրվա այդ խորհուրդը ինչ է սպասվում, սա վերաբերվում է տոնին, կհանեմ երկու քարտ, մեկը կլինի տոնին նվիրված, մյուսը կլինի խորհուրդ, որպես կանանց, տղամարդկանց, կապ չունի թե ով է նայում, բոլորիդ համար խորհուրդ կլինի։ Գնանք իհարկե բոլոր կենդանակերպի նշաններին, ընդհանուր է, բայց բոլոր կենդանակերպի նշաններին կնայենք, տեսնենք միգուցե ցույց տա նաև ինչ նվեր կստանաք, հստակ չեմ կարող ասել, բայց միգուցե, որովհետև մեկ օր է մնացել, չգիտեմ, էներգիաս ինչքան կկարողանամ ուղղել, որ հասկանամ ինչ են գնել ձեզ համար, որովհետև արդեն իսկ գնած պետք է լինեն։ Այնպես որ ում մոտ որ երևա, ես անպայման դա կասեմ։ Ահա, և այսպիսով արդեն անցնենք կանխատեսմանը։ Եթե անգամ մարդը գումարել չունի, որից ծաղիկ գնելու համար, ապա թեկուզ դաշտից քաղեք և նվիրեք ձեր կանանց։ Որովհետև յուրաքանչյուր այդ ձեր մոտեցումը իրենց բավականին շատ կուրախացնի։ Պարտադիր չլինեն այդ նվերները, չգիտեմ, ահռելի, թանկարժեք և այլն, կարևորը այդ մոտեցումն է, որ ես քեզ չեմ մոռացել, ես քեզ հարգում եմ և քո տոնը ևս հարգում եմ։ Աշխարհի երեսին շատ մարդիկ կան, ովքեր որ իրոք չեն նշում այս տոնը, այս օրը, իհարկե մարտի 8-ին։ Ահա։ Եվ տեսնենք ինչ է սպասվում այդ տոնին։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հենց այդ տոնին, մարտի 8-ի տոնին նվիրված։ Ինչ էր։ Եվ իհարկե խորհուրդը։ Ինչու հենց դա հետաքրքիր է շատ։ Ինչ խորհուրդ խոյերին։ Դե գոնե խորհուրդը լավն է, բայց ինքը ինքնին այդքան է լավը չէ։ Միգուցե ինչ-որ անհանգստություններ ունեք, լարվածություն ունեք, միգուցե նաև վիճել եք ձեր զույգի հետ, դրա համար էլ այդ վիճակն է, միգուցե ուղղակի կան նման պահեր, որ անհանգստացնում է ձեզ կողմ, ձեր զույգը ձեր կողքը չի, շատ հեռու է ձեզանից, ինքը այդքան էլ լավ քարտ չէ այդ օրվա համար, լարվածություն է դա։ Եթե նվերել չստանաք, մի նեղվեք, մի բարկացեք, մի փչացրեք հենց ձեր տոնը, մի փչացրեք։ Եթե տեսնում եք, որ անշնորհք է ձեր կողքինը, ուղղակի դուք էլ իր հետ այդպես վարվեք։ Ուրիշ ձև այստեղ գոյություն չունի։ Կամ այնպես արեք, որ արժանանաք այդ նվերին, որովհետև ոչ բոլոր տղամարդիկ են նվիրում բոլոր կանանց նվերներ։ Ոչ բոլոր։ Հատուկ կին պետքա լինի իր համար, որ ինքը նվեր անի։ Սա ավելի շատ ասում է այն մասին, որ դուք կարծես թե հենց խռով եք իրարից։ Այստեղ ուրիշ ելքը չկա, կամ խռոված եք, կամ անհանգիստ եք, միգուցե ոմանց սիրելին նաև բանակում է, մի քիչ լարված եք, անհանգիստ եք։
Այդքան էլ լավ քարջ ընկավ։ Եվ որպես խորհուրդ է հենց Աստղը ձեզ ասում է, որ ապրեք։ Հենց հիմա, հենց այս պահին, հենց այստեղ, ինչպես որ դուք ապրում եք, հենց այս կյանքը մի մտածեք, որ վայ նվեր չեղավ, վայ կամ չգիտեմ ինչ, հանգիստ մնացեք։ Չեն տալիս, ուրեմն կամ իրոք պետք է արժանանաք։ Երազեք, ցանկացած բանի մասին երազեք։ Ձեզ համար ձեր դիմաց նպատակներ կազմեք հենց այսօրվանից, հենց ճիշտ է, հեսա շուտով էլի մոլորակներ են հետադարձ լինելու, բայց դուք երազեք, դուք մտածեք եւ դուք ձեր առջև նպատակներ դրեք։ Գնացեք հենց այդ ուղղությամբ։ Թող այս պահին ձեզ ոչ թե գրավի այն ինչ որ դուք ստացաք, այլ գրավի այն ինչը որ ձեզ պետք է ապագայում, ոչ թե հենց այս պահին։ Հավատացեք, վստահեք նաև ոնց են ասում դրան ճակատագրին, հա, մոռացել էի բառը։ Միշտ հույսով եղեք, հույսով լցվեք, որ ամեն ինչ կփոխվի, ամեն ինչ լավը կլինի։ Եթե այս պահին գումարի խնդիրն է եւ դուք դրա պատճառով միգուցե նվեր չեք ստանում, անհանգիստ եք կամ եւ այլն, կամ վիճել եք, ապա ամեն ինչը կընկնի իր տեղը, Աստղը հենց դա է ասում, ընդհանրապես դա։ Եվ դա այստեղ, եթե ինչ-որ մի բանի մասին էիք մտածում, ինչ-որ մի բանի մասին էիք երազում, ապա դա եւս այստեղ ասում է, որ կլինի։ Միգուցե մտածում եք կամ երազում եք, որ այ կգա մի օր, թեկուզ իմ փոքր երեխան կմեծանա եւ ինձ նվեր կտա, հա, նման թեկուզ այդպես ինչ-որ մի բան։ Այսքանը ձեզ համար, այդքան էլ լավ քարտ չէր սա։ Կարող եք գրել, միգուցե իրոք անհանգստանում եք ձեր զույգի համար, միգուցե իրոք վիճված եք։ Միգուցե նաև գիտեք, այստեղ ուղղակի ինքը անհանգստությանն է, բայց կարող է նաև հուզվեք այն ինչ որ դուք կստանաք։ Չի էլ բացառվում, որ սա հուզմունք է եւ հուզմունքից արտասուք։ Այսքանը խոյերի համար ձեզ ամենալավն եմ ցանկանում։ Գնայինք ցուլերին։ Տեսնենք ես ինչ եմ ստանալու։ Ցուլերի համար ինչ է սպասվում հենց մարտի 8-ի տոնի կապակցությամբ։ Եվ խորհուրդը։ Ինչ խորհուրդ ցուլերին։ Լավն են, բայց դե սա ամենաառաջին ընտանիքն է։ Բոլորս գիտենք, որ ծառը դա արմատներն են, մեր ընտանիքն է։ Բայց նաև միգուցե հենց այսօրվանից սկսված ձեզ մոտ առաջ խաղացում, բարձրացում է տեղի ունենալու, նաև մի շտապեք ինչ-որ մի հարցում, որովհետև կամ ընտանիք կազմելու հարցում է միգուցե սա ձեզ ասում, որովհետև ծառ ինքը դանդաղ է բարձրանում, միգուցե ինչ-որ մեկի հետ շփվում եք և հիմա մտածում եք, թե երբ է ամուսնության առաջարկ անելու, սա հենց ոնց որ ձեզ ասում է մի շտապեք, որովհետև ամեն ինչը պետք է քայլ առ քայլ գնա դեպի ընտանիք, դեպի ընտանիքի կառուցում։ Նաև սա ձեզ կտա ամրություն, ձեր ընտանիքում ամրություն, ձեր զույգի հետ ամրություն, միգուցե ինչ-որ մեկը հայտնվի ձեր կյանքում, ում հետ որ ամուր հարաբերություններ կունենաք եւ հենց ոնց որ ծառի նման այդ արմատները կմխրճեք հողի մեջ եւ այտենց ընտանիք կկազմեք, իրար հետ այդ հարաբերությունները կկազմեք եւ առաջ կտանեք։ Նաև, հա ոնց որ մարդը արդեն հստակ կանգնած է ոտքի վրա, հստակ ընտանիք է, այստեղ մենք ընտանիքի ավելի շատ, որովհետև դա տոն է, ծնողի եւ այլն, միգուցե հարաբերություններն էր ձեր ծնողների հետ այնպես չէր եւ հիմա կարգավորվում է նաև։ Եվ ձեր այն ինչ որ կողմնորոշ, այն ինչ որ ուղղություն ընտրել եք, սա ասում է, որ մի փոխեք ձեր ուղղությունը, այն ինչ որ դուք որոշել եք, որ պետք է անեք։ Դե երևի այսքանը։
Միգուցե նաև որը փայտից նվեր ստանաք, որովհետեւ ինչ որ կարող է առողջությանը վերաբերվող նվեր ստանաք, մաշկի վերաբերյալ, ինչպես կարող է յուրաքանչյուր առողջության, բժշկության, կոսմետիկայի վերաբերյալ կարող եք այդպես նվեր ստանալ։ Եվ հենց կողքը հենց միայն խոսում է հենց այդ մասին, որ եթե այստեղ ձեզ կառաջարկեն ընտանիք կազմել եւ այլն այդ օրը, ապա սա ասում է, այո, ուրախացեք, միգուցե ինչ որ մեկի հետ փորձեք շփվել, եթե մենակ եք, գնաք, շփվեք, ուրախություն ձեզ համար ստեղծեք, նաեւ ուրախանաք, յուրաքանչյուր մանրուքից ուրախանաք, նաեւ սա ասում է, որ գնացեք ռոմանտիկ ժամադրության, բաց մի թողեք այդ պահերը, որպեսզի ընտանիք կազմեք։ Եթե օրինակ այդ օրը մենակ նստած եք եւ ոչ ոք չունեք, որ ձեզ ինչ որ մի նվեր տա։ Դա հենց դրա մասին է խոսում։ Ամեն եւ այստեղ չի բացառվում, որ իրոք նվեր եք ստանալու, որովհետեւ սա հենց նվերի քարտն է։ Միգուցե ծաղիկներ, միգուցե յուրաքանչյուր նվեր, որը որ ձեզ բավականին շատ կուրախացնի։ Այնպես որ բացեք դռները ձեր ապագայի համար, որպեսզի ինչ որ մեկը մտնի ձեր կյանք այն մարդկանց համար, ովքեր չունեն, ովքեր որ այստեղ ընտանիք են ուզում կազմեն կամ ընտանիք եք արդեն, սա ասում է ուղղակի ուրախացեք ամեն մի մանրուքից, թեկուզ այն ամենա մի հատ ծաղիկը, որ ձեզ կնվիրեն, ապա ուրախացեք այդ օրը։ Ոչ թե արհամարեք, որ վայ, եմ մյուսը 101 հատ վարդ է ստացել, ես 1 հատ վարդ։ Այդ 1 վարդի մեջ ավելի շատ մեծ խորհուրդ կա, քան այդ 101 վարդի մեջ։ Այդ 1 վարդը կարող ավելի երկար մնալ, քան 101։ Այսքանը ձեզ համար, ձեզ ամենալավն եմ ցանկանում։ Գնայինք եկվորյակներին։ Մեկը ուզում է շրջվի ձեզ մոտ։ Ինչ է սպասվում եկվորյակներին հենց մարտի 8-ի տոնի կապակցությամբ։ Ված չի, շատ լավ է։ Եվ իհարկե խորհուրդ ձեզ քարտերից։ Հետաքրքիր քարտեր են ընկել ձեզ համար։ Ինքնին արդեն քարտն ասում է, որ տուն։ Բնականաբար, ոմանք տուն ձեռք կբերեն, ոմանք տուն կգնեն, տունը վերանորոգում կսկսեք, միգուցե իրոք տուն եք նվեր ստանում, ձեր երեխան կարող է որպես մայր ձեզ տուն է նվիրում։ Կամ ինչ որ մի տան հետաքրքիր տան, որը թե իր կարող է նվեր ստանաք նաև։ Ոմանք կարող են ընտանիք կազմել, սա տուն է, տուն կառուցել, տուն, միգուցե հենց ուզում եք հիմքից տուն կառուցեք։ Եվ դա ինչ որ մի կարող փաստաթուղթ են ձեզ նվեր տալիս, որ այս տարածքը ձերն է եւ այլն կողը։ Սեփականության իրավունք է։ Ձեզ շատ լավ կզգաք այդ օրը իհարկե, որտեղ էլ որ գնաք, թեկուզ կարող գնում եք ինչ որ միտեղ ընտրելու, ձեզ տանը կզգաք, որովհետեւ այդ ընդհանուր մթնոլորտը շատ հաճելի կլինի ձեզ համար։ Եվ այստեղ նաեւ սա եւս էլի ընտանիք է, որ ամրություն է ընտանիքի, դե տունն էլ հա կանգնած է ծառի նման, տունը չեք կարողանում տեղաշարժել, չնայած հիմա ամեն ինչ հնարավոր է, չեք կարողանում տեղաշարժել, ամուր հիմք է սա ընտանիքի համար, ընտանիք կազմելու համար, եւ այստեղ եւս կարող է ոմանք իրոք ծաղիկներ նվեր ստանան, որովհետեւ ծաղիկները հենց դա է ասում։ Եվ տանը ինչ որ մի բան կարող եք սարքել եւ ուրախանալ, կարող եք պատրաստվել տան անդամներով։ Միգուցե կարող է ձեզ համար են իրենք պատրաստվում եւ ինչ որ մի բան են ձեզ համար անելու։ Իսկ ընդհանրապես այս մյուս քարտը սա ամենալավ քարտերից մեկն է։ Սա ցույց է տալիս մարդուն, որ ինքը իմաստություն է ձեռք բերում։ Միգուցե այն պահն է, որ երբ որ ընտանիքի անդամներին դու մեծացնում, դաստիարակում ես եւ հետո իրենց այդ հետադարձ պատասխանը քեզ, որ որպես մայր քեզ ինչպես են վերաբերվում, դու մի տեսակ ավելի
զգում ես քեզ ավելի հասուն, ավելի իմաստուն, որ այսպիսի երեխաները դաստիարակել, որ քեզ նվերներ են անում այդ օրվա ընթացքում։ Դե սա ուղղակի իմաստուն եղեք եւ սպասեք նվերի։ Նաեւ ընտանիքը ամուր պահելու հարցում։ Այսքանը ձեզ համար, ձեզ ամենալավն եմ ցանկանում։ Գնայինք խեցգետիններին։ Տեսնենք ինչ է սպասվում խեցգետիններին հենց տոնի կապակցությամբ։ Նյա։ Վաճառ։ Գիտեք։ Եվ իհարկե խորհուրդը խեցգետինների համար։ Նա դեր գոնե լավ է։ Երկուսն էլ գիտեք իմաստություն են սովորաբար նշանակում։ Միգուցե այդ օրը ուղղակի օծերի, եթե աշխատում եք հատկապես օծերի վերաբերմունքը կարող եք տեսնել, հենց դա երկուսն էլ դա է ասում, եղեք իմաստուն, սա եթե օծեր գլինի իմաստուն եղեք, սա էլ իմաստություն։ Ինքը ընդհանուր առմամբ երկուսն էլ հիանալի են։ Եվ այստեղ կարող է նաև օծի տարի է, հնարավոր է ինչ-որ օծի, որ վզնոց ստանաք, թևնոց ստանաք, նվեր, կամ նման, հա, ինչ-որ մի բան, որը գալարվում է։ Այդ օրը, միգուցե ովքեր որ միայնակ են, այդ օրը ձեր կողքը իրոք մի քանի հոգի կարող են պտտվել, մի քանի հոգի կարող են սեր խոստովանել, մի քանի հոգի փորձեն ծանոթանալ նաև ձեզ հետ միգուցե շատ գեղեցիկ կլինեք եւ մարդիկ կցանկանան ձեզ հետ ծանոթանալ, հատկապես տղամարդիկ եւ կանայք նույնպես միգուցե շատ գեղեցիկ կլինեք։ Հիմա մի փոքր դարը փոխվել է, այնպես որ արդեն այն ժամանակները չէր, որ միայն տղամարդն է մոտենում։ Դե օծը եթե որևիցե մի բան եք պլանավորել, կազմակերպել, լինի տղամարդեկին, փորձեք ոչ ոքին չասեք, որովհետև այդ օծությամբ կարող են լցվել, աչքով տալ եւ ձեր այդ կատարած ամեն ինչը գնա ընկնի ջուրը։ Դրա համար փորձեք շատ չծավալվել եւ հենց դա է ասում, իմաստուն եղեք եւ ձեր կյանքը մի պատմեք։ Ինչ էլ որ այդ օրը կազմակերպած կլինեք, ոչինչ մի ասեք ոչ ոքին, մի պատմեք։ Թողեք թող օրը, հետո որ կգնաք, հետո կհարցնեն, եթե պատմելու բան ունեք, ապա կարող եք պատմել, եթե ոչ։ Բայց մինչև այդ մի պատմեք, որտեղ այստեղ օծություններ կան։ Եվ իմաստուն եղեք, թե ինչ նվեր կստանաք, հարաբերությունները պահպանելու հարցում։ Միայն դա է ձեզ ասում։ Մի տեսակ ուրիշ ձևով պետք է նայեք ձեր հարաբերություններին այդ օրը, ուրիշ ձևով պետք է ընկալեք նվերը այդ օրը, եթե չկա նվեր, դա եւս ուրիշ ձևով պետք է ընկալեք։ Դե ճիշտ է, ես չեմ ընդունում, որ չկա նվեր, իրոք չեմ ընդունում։ Հատկապես եթե կին հարգող տղամարդ է, ապա պետք է նվեր լինի։ Ծնող հարգող երեխա է, ապա պետք է անպայման նվեր լինի, դա միանշանակ։ Բայց կան պահեր, որ իրոք չկա գումար եւ այլն, դա համար եմ ասում, գնում եք, հիմա գարունն է արդեն բացվում, բավականին ծաղիկներ կան եւ կարող եք հավաքել, տանել, նվիրել, հենց այդ ուշադրությունը ամենակարևորն է։ Այսքանը ձեզ, ինչ որ ուրախալի յուրահատուկ բաներ չեմ կարողանում ասել ձեզ։ Հնարավոր է ծաղիկներ, հնարավոր է ոմանք ստանան։ Բայց այն որ դուք պետք է հագնվեք, թեկուզ գնաք ռեստորան 4 կողմից այդ աչքերը հասկանում եք, ոնց որ ձեզ կփորձեն հոշոտել։ Դուք էլ քիթն այդ բարձր վերկացեք ու գնացեք, եթե հատկապես հրավիրել է ձեր ամուսինը հարսանիք ռեստորան կամ եւ այլն։ Թեկուզ պետք է ուղակի տանը նստեք, այդպես գեղեցիկ ձեր ամուսնուն սպասեք, այնտեղ սկեսուրը եւ այլն, հա, ինչ որ ձևով կարող է փնփնթում են եւ այլն, ոչինչ։ Դա հենց ասում է իմաստուն եղեք եւ մի փչացրեք ուղակի ձեր օրը։ Այսքանը, ձեզ ամենալավն եմ մաղթում։ Գնայինք առյուծներին։ Գոնե լավ քարտեր են գնի ասում։
հիմար քարտեր կա կգա։ Ինչ է սպասվում առուսներին հենց տոնի կապակցությամբ մարտի 8-ի։ Արջուկ։ Հնարավոր է շատ մեծ արջուկ, շատ։ Եվ խորհուրդը ինչ անեք։ Ինչպես ընդունեք։ Մի կորցրեք ամենակարևորը, ինչ էլ որ ստանաք, միևնույն է, ոչ ձեզ կորցրեք, ոչ իրեն կորցրեք։ Դե արջուկը ինչ է, արջուկը ուժ է, արջուկը հենց արջուկ է, որ կարող եք ստանալ, կախված է ձեր տարիքից։ Սա նաև որևիցե մեծ ինչ-որ մի բան է, որ կարող եք նվեր ստանալ, եթե նվերին վերագրենք, բայց սա նաև ուժ է, միգուցե իրոք այնպիսի մի բան է տեղ ունենում ձեր շրջապատում, որ դուք ձեզ հզոր մայր եք զգում, այն կան չէ, որ ունեն լիքը տղաներ, մեկ է բոլորը տղաները այդպես նույն բուկետով գալիս են կամ ամեն մեկը տարբեր բուկետն է, ոնց որ մարդը իրեն sense մի տեսակ ուժեղ է զգում, sense որ ունի էլի, չունեցանք էլի մի հատ այտենց մի 4 հատ տղա, sense որ գալիս կանգնում են այտենց ու ձեզ ինչ որ մի բան է, մարդը ոնց որ այդպես ուժ է ստանում։ Եվ ընդհանրապես սա ուժային կառույց է, այդ օրը եթե կգնաք վճարիթի, փորձեք հետո եթե մի փոքր խմում եք, ուշադիր գաք տուն, դանդաղ գաք տուն, որպեսզի չհանդիպեք ուժային կառույցի։ Հնարավոր է նաև այդպես ինչ որ մի հատ հզոր մեկն է, ուժեղ մեկն է ձեզ գրում, խոսում, ծանոթանում ձեզ հետ այդ օրը, միգուցե նաև ինչ որ մի մեծ մի բան է կազմակերպված ձեզ համար, որ գնում եք եւ օրինակ մամայի տունն է եւ գիտենք բոլորս, որ այդ գրվածքը մամա հենց բավական է, որ եւ ինքը այդքան էլ թանկարժեք չէ Հայաստանում եւ մաչելի կա եւ շատ բարձր գներ կան, բայց այն մաչելի գները բոլորի համար է հասանելի, բոլորի, այն մարդիկ ովքեր որ ուզում են իրենց ծնողին նվիրել այդ նման ոչ մի բան, ինչ կարծում 25-30 հազար դրամ է եւ եթե մարդը ամբողջ տարվա ընթացքում իր ծնողի համար հավաքի այդ գումար, ինքը կկարողանա այդ օր իր ծնողին ուրախացնել։ Եվ այստեղ մի բան կա, որ կորուստ է ապագան, դա ասում եմ մի կորցրեք ձեզ, ամենակարևորը այդ պահին, մի կորցրեք նաև ձեզ, ձեր եւ ձեր հարաբերությունները ձեր երեխաների, ձեր ընտանիքի անդամների հետ, ամուսին կին այդպես։ Որովհետեւ ինքը հենց նշանակում է կորուստ եւ մի ընկեք անիմաստ ինչ-որ բաների հետևից ուղղակի այդ օրը ինչ-որ մի բան այնպես չէր, կարելի էր սա սենց անել, հա, մի արեք, որտեվ կորցնում եք ինչ-որ մի էֆեկտ այդ օրվա, այ պետք չի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ ամենալավն եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ու թռավ, բայց չեմ դնում։ Ուղղակի իմացաք, որ որոշ կույսերի սեր է սպասվում։ Սիրո խոստովանություն ընտանիքում, ինչ-որ սենց, ինչ-որ հետաքրքիր, սրտիկներ, մորտիկներ։ Ուրեմն, ինչ է սպասվում տոնի կապակցությամբ կույսերին։ Ես տոմը դուք էլ եք ծիծաղում, տեսնում եք, եթե մի բան պետք է ընկնի, ուզենք թե հիմա որ ես դնեի, կասեիք ընկավ, կարող այնտեղ ավելի լավ բաներ ընկնելու, բայց տեսակ, ես մեղավոր չեմ, այդպես ար պետք։ Եվ խորհուրդը։ Մեկը մյուսից լավ քարտ է կույսերին, շնորհավորում եմ ձեզ։ Դե սիրտ ինչ է ասում, նոր սեր, նոր հարաբերություններ, հարաբերությունների կարգավորում, միավորում, չնայած միավորման համար այդքան էլ լավ ժամանակ չէ, հատկապես հետադարձ Վեներայի, մի խոսքով այս պահերը սիրո հետ կապված, ուղղակի սա կարող է լինել երեխա ծնող հարաբերություններում կամ ուղղակի ամուսիններ, որ կարող եք որպես կանանց տուն որևիցե մի բան այնտեղ ստանաք, միգուցե սրտի տեսքով եք ստանում, սրտի ֆորմով, ինչ որ բան։ Նման նվեր է, բայց դա էլ եւս ձեզ կարող է ուրախացնել։ Իսկ նոր սերը, նոր հարաբերություններ սկսելը հարկավոր չէ հիմա։
բացարձակապես հարկավոր չէ, հետաձգեք, այնպես արեք, որ չկորցնեք, բայց այնպես էլ մի արեք, որ սկսեք հարաբերությունները, մի սկսեք, եթե հավանում եք, ապա մի քիչ տոն տվեք, թող այդ պահերը առաջ գնա, սիրահարվածությունը առաջ գնա, բայց հստակ հարաբերություններ մի ստեղծեք, իսկ սա ընտանիքում սեր կարող է լինել, ուրախություն, մեկը մյուսի հանդեպ, այնպես որ հիանալի է, սա նաև ոմանց ասում է, որ նոր դռներ է բացվելու ձեր առջև, որ ինչ-որ մի բան սկսեք, ինչ-որ մի բան անեք, միգուցե հարաբերությունները առաջ տանեք, հարաբերությունները կարգավորեք, այնպես որ երկուսն էլ հիանալի են այդ օրվա համար, միգուցե նոր ինչ-որ մի հնարավորություն է ստեղծվում ձեզ համար, նոր ինչ-որ կապ, նոր գուցե ամուսինն է վերադառնում, զարմանում եք, հեռվից ինչ-որ բան է ձեզ ուղարկում, դե էլ ինչ կարող եմ ասել, դե ամենալավ քարտերն են, սրանց վերաբերյալ չգիտեմ էլ արդեն ինչ ասեմ իրոք, այնպես որ հիանալի են, այդ օրը հիանալի կանցնի ձեզ համար, հիանալի օր, հիանալի նվեր, միգուցե նաև այստեղ ինչ-որ բանալի եք ստանում, որը կտրվում է իրարից, զույգերի կպնում է իրար, ինչ նման ոչը մի բան եք ստանում, կարող է նաև ծնող երեխա հարաբերությունները, ինչ-որ նման ոչը մի բան եք ստանում, ամենայն դեպս շատ սերը, որ կստանաք, թե հիմա երեխաների կողմից, ամուսնու կողմից, չգիտեմ, կամ դուք, եթե տղամարդ եք, դուք շատ սեր կտաք ձեր զույգին, հա, այդպես, այնպես որ հիանալի օր է, վայելեք ուղղակի, վայելեք այդ օրը, ձեզ ամենալավն եմ մաղթում, գնայինք կշեռքներին, ինչ է սպասվում կշեռքներին մարտի 8-ի տոնի կապակցությամբ, ձեր մայրիկին է ցույց տալիս, ձեր կնոջը, միգուցե քուր իրար, այդպես նվերներ եք անում, և խորհուրդ կշեռքների համար, դեստեղ ոմանց մայրիկին ես տեսա, որ մահացած է, ամենայն դեպս կարող եք գնալ գերեզմաներ, թե նկատեցիք հենց դիմացնել, հենց չկարողացա խոսել, որովհետև հենց նկատեցի այդ պահը, որ կա նման բան, սա տղամարդկանց համար իհարկե նոր հարաբերություններ կարող է լինել, նոր ծանոթություններ, ինչ-որ մեկին կարող առաջարկություն անել, գրեք, ոչ է գաղտնիք բացահայտվի ձեզ համար ինչ-որ մեկը սեր խոստովանի այդ օրը, ծանոթանաք ձեր երկրորդ կեսի մայրիկի հետ, նվեր ստանաք, իր մեջ խորհուրդ ունի այս կինը, հենց որ մեծ արեք ձեր ծնողին, մեծ արեք ձեր տան կանանց, հնարավոր է ձեր երեխաները ինչ-որ մի բան ասեն, նաև տոնի կապակցությամբ կարող է ինչ-որ մի բան եք բացում և իմանում եք, որ թոռնիկ եք ունենալու, այնպես որ շատ հետաքրքիր օր է լինելու, այստեղ նաև սա նաև որպես խորհուրդ ասում է, որ սովորեք նոր գիտելիքներ ձեռք բերեք, հնարավոր է ինչ-որ մի բան փորփրեք, գուցե ինչ-որ մի բանի վերաբերյալ, ծնողի վերաբերյալ, ինչ-որ կնոջ վերաբերյալ նաև, շատ կարդացեք, գիտելիքները պարտադիր են, հնարավոր է ոմանք այստեղ զաքսավորվում են այդ օրը, զաքս կամ կարող եք գնալ ոչ փաստաթուղթ վերցնել, բայց զաքսավորվել բացարձակապես հիմա չի կարելի, չնայած չի կարելի, հետո էլ հետադարձ Մերկուրին է լինելու, այնպես որ մի քիչ կասկածելի է այստեղ զաքսը, այդքան էլ խորհուրդ չէի տամ,
Եվ ձեր կյանքում եթե ինչ-որ մի կին է եղել թեկուզ հարաբերություններում, հիմա ասա ձեզ հենց խորհուրդը նա է, որ փոխեք էջը, կյանքի էջը փոխեք եւ այլևս մի վերադարձեք այդ նույն հարցին, ինչը որ կա։ Դա համար է գիրքը բաց է ձեր առջև եւ մի մնացեք այդ էջում կամ մի գնացեք անցյալ։ Միգուցե հենց կարող է այդ օրը ինչ-որ մի բան սկսեք հիշել, վայ դու սրան սենց տվեցիր, վայ նրան են, հա, հաստատ նրան էլ ես նվեր տվել, ինչ-որ նման բաներ, բայց սա ասում է, որ փոխեք հենց էջը։ Փոխեք եւ այլևս մի վերադարձեք դրան։ Այսքանը։ Եվ ինչ-որ չափով էլ լուր եղեք, ինչ-որ չափով էլ գաղտնապահ։ Այսքանը ձեզ համար ձեզ ամենալավն եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հենց մարտի 8-ի տոնի կապակցությամբ։ Դե ոչ չի։ Ցանկությունների իրականացում, այստեղ մարդիկ գնալի են ռեստորան, 5 աստղանի։ Եվ իհարկե խորհուրդը։ Մեկը մյուսից հիանալի քարտեր են, հարգելի կարիճներ, այնպես որ վայելեք ուղակի այդ օրը, հատկապես դա, այս աստղը, սա նշանակում է, որ միգուցե ինչ-որ մի բան ձեզ մոտ առաջ գնա, որ դառնաք աստղ, սա նաև նոր հույս է ձեզ մոտ, հույս եւ նոր կյանքի իմաստ, այդպես կարելի ասել, նաև սա ուրախություն, տրամադրություն բարձրացում ձեր ընտանիքում այդ օրը, ձեր կյանքում այդ օրը կլինի հանգստություն, կլինի խաղաղություն, մեկը մյուսին շատ լավ կհասկանան, հնարավոր է նաև մոտ ապագայում նաև որևիցե լավ հաջողություն ունենաք, կարող է եւ հենց ձեր ցանկությունների հետ է կապված եւ ընտանիք ստեղծելու, միգուցե ընտանիքը վերամիավորելու համար, որտեղ մենք նայում ենք այդ տոնի կապակցությամբ, ես պետք է այդ բառերը ձեզ ասեմ տոնի կապակցությամբ։ Նաև հնարավոր է այստեղ մարդիկ ձեզ ուրիշ կերպ արդեն սկսեն ընկալել կամ ձեր զույգը ձեզ ուրիշ կերպ սկսի ընկալել, դուք ձեր ծնողին սկսեք ուրիշ կերպ ընկալել, ինչ որ մի բանը արդեն ոնց որ ուրիշ ձև սկսեք նայել մեկը մյուսին։ Սա նաև երկնքից օգնություն է ձեզ, միգուցե հաշտվելու, միգուցե ընտանիք կազմելու, ստեղծելու, գտնելու ձեր երկրորդ կեսին եւ ձեր երազանքները անպայման կիրականանան այդ օրը, անպայման։ Դե արևով ինչ կարող եմ ասել, սա միայն ուրախություն է, սա միայն ասում է փայլեք այդ օրը, ինչպես որ կարող եք, ինչքան որ կարող եք, բայց մի փայլեր լցրեք ու ձեր վրա, ուղղակի գեղեցկացեք այնքան, ինչքան կարող եք, ոնց որ վառ եղեք այսպես շատ, ձեր վրա շատ վստահ եղեք այդ օրը, ուժեղ կին, նաև եթե այդ օրը ձեզ առաջարկություն կանեն մենակ եք կամ միգուցե երկրպագուներ կան եւ այդ օրը ձեզ առաջարկություն անեն միգուցե 2-3 հտեղ հրավիրեն ձեզ եւ ճիշտ ընտրություն կատարեք, դա հենց է ասում, որ ճիշտ ընտրեք եւ խիզախորեն ընտրեք, երկար բայց մտածեք, այդպես ես կավելացնեի նաև, դա երևի այսքանը, ինչ-որ բաներ չկա, ուրախացեք այդ օրը ուղղակի, ձեր տրամադրությունը բարձր պահեք, ուրիշ ոչինչ, այսքանը ձեզ համար, ձեզ ամենալավն եմ մաղթում, գնայինք աղեղնավորներին, ինչ է սպասվում աղեղնավորներին հենց մարտի 8-ի տոնի կապակցությամբ։ Եվ խորհուրդը, ինչ խորհուրդ այդ օրվա համար, լավն են, հիանալի են,
Այդ օրը կարող եք հյուրեր ունենալ, դուք գնաք հյուր, լավ նորություններ կարող եք լսել, հնարավոր է այստեղ նոր սիրավեպ է սկսում, հնարավոր է նաև նոր ոչը մեկն է մտնում ձեր կյանք, այդպես շատ արագ կմտնի, բայց ասեմ ինչքան արագ մտնի, այդքան արագ դուրս է գալու, դա ուզում եմ անպայման զգուշացնեմ։ Նոր տեղեկատվություն կստանաք, միգուցե նոր սիրո խոստովանություն, ձեր ծնողի մասին նոր բան, եթե դուք ծնող եք, ապա ձեր երեխաների մասին ինչ-որ մի բան կարող եք այդ օրը իմանալ, այստեղ կարող է ինչ-որ փաթեթով բերեն, ինչ-որ մի բան ձեզ նվիրեն եւ բացեք ինչ-որ մի բան այստեղ, որտեղ հստակ նորություն է դա ձեզ համար, որը որ կլսեք։ Նաև ինչ-որ մի բանի պատասխան կարող եք ստանալ այդ օրը եւ հենց այդ մարտի 8-ը ոնց որ ձեզ համար հավելյալ տոն կլինի, հավելյալ նվեր ձեզ համար։ Եվ դա ճանապարհին կլինեք, ճանապարհներ կգնաք, որովհետև կարող գնալ ռեստորան, կարող ձեր զույգը կարող ձեզ ինչ-որ միտեղ տանի, միգուցե նաև գնում եք ինչ-որ միտեղ հատուկ նշելու, ինչ-որ մի հեռու վայր նշելու համար։ Կամ որպես ծնողի, կամ դուք եք ձեր ծնողի տուն գնալու, կամ ձեր ծնողը կարող է ձեր տուն գալ, կամ ինչ-որ մի սեղան եք գցելու ու հյուրեր կարող եք ընդունել։ Եվ ձեր հարաբերությունները կգնան առաջ ի վերջո։ Եթե ինչ-որ խնդիր կար, ապա ձեր հարաբերությունները կգնան առաջ։ Ոնց որ ինչ-որ մի նոր բան կարող եմ մտնել ձեր հարաբերություններ եւ առաջ գնալ։ Այստեղ նաեւ կարող է ոմանք սկսեն նոր նամակագրական կապ հաստատել իրենց երկրորդ կեսի հետ, միգուցե ինչ-որ ծանոթանում եք, գրում են ձեզ, թեկուզ մեկ բառ շնորհավորանք եւ այդ շնորհավորանքի հիմքում այդպես սկսեք իրար հետ շփվել։ Բայց էլ եմ ասում, փորձեք հարաբերությունները առաջ շատ չմղել, եթե նոր է, նոր, անմիջապես, նոր, այդպես ասում եք իրար բարեք։ Մի սկսեք, որովհետեւ դուք այդ մարդուն ուրիշ ձև եք հիմա տեսնելու։ Իսկ հենց որ Վեներան ուղղահայաց լինի, դուք այդ մարդուն ամբողջությամբ ուրիշ կերպ եք տեսնելու։ Ուրիշ։ Ու զարմանալու եք, որ այսքան ժամանակը անցկացրեցիք իր վրա։ Քիչ ժամանակ չի դեռ 1 ամիս ունենք։ Այնպես որ միշտ ապեք, ոչ մի հարցում միշտ ապեք։ Այսքանը։ Միգուցե իրոք շատ կարևոր մի ինչ-որ բան եք ստանում այստեղ։ Այդ օրը որպես ձեզ նվեր է լինելու։ Եթե երեխան է հեռու, եթե ձեր ծնողն է հեռու, միգուցե ինչ-որ մի բան եք պասիլկա եք ուղարկելու իրենց։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ ամենալավն եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 8-ի տոնի կապակցությամբ։ Եվ իհարկե խորհուրդը այդ եղջյուրներին։ Կարգին բան չի կարողանում էլ ինքն ես քարտերը 36 հատ քարտ է, անընդհատ նույն բաները կընկնի, չեմ հասկանում։ Ուրիշ բան չկա այս մարդկանց ասելու։ Հետաքրքիր քարտեր են, չէ՞։ Գոնե մի լավ բան ասի մարդկանց։ Ուրեմն այստեղ գրքի վերաբերյալ սա կարող է ինչ-որ մի գաղտնիք է բացահայտվում այդ օրը։ Մի որպես ծնող, որպես հարաբերություններ, ինչ-որ մեկը կարող է իր սիրտը բացի ձեր առջև, որը որ չգիտեք։ Սա նաև հարաբերություններում իրոք թերթեք մի կողմ տարեք ձեր անցյալը եւ ապրեք ապագայով միայն, ոչ մի բան մի հիշեք անցյալից։ Այդ օրը ովքեր որ միայնակ են, որ ճիշտն ասեմ, այստեղ կամ այստեղ մարդիկ կան, ովքեր որ բացի դասերից ուրիշ ոչ մի բան չի հետաքրքրում իրանց, դաս, աշխատանք, չգիտեմ այնտեղ գիրք, ուսում, նես տպավորություն է, որ այստեղ անգամ այդ տոնը ձեզ բացարձակ չի հետաքրքրում, չեմ հասկանում ինչու։ Դե սա Մենայն դեպս ինչ-որ մի գաղտնիք է բացահայտվելու, ուրիշ ինչ-որ բան չեմ կարող ասել սրանով, այդ տոնի վերաբերյալ։
Որովհետև սա ինքը ուսման քարտն է, սա գիտելիքի քարտն է եւ չեմ կարող այդ օրվա համար։ Միգուցե գիրք եք նվեր ստանում, շատ կարևոր ձեզ համար, որը որ շատ եք ուզում։ Կամ աշխատանք, մենակ աշխատանքի մասին կարող եք մտածել, ուրիշ ոչինչ, ոչ մի բանի։ Ամենքան եք աշխատում զույգերով, ոնց որ փետրվարի 14-ին էր մեկ եկե, ասում էր սպասում եմ ընկերոջս, ինքը զանգում, ասում է հոգնած եմ, չեմ գալի։ Ոնց որ ինչ որ նման ոչ մի բան, էլ այսքան աշխատանքը ավելի կարևոր է այս պահին, ձեզ համար չեմ հասկանում ինչու։ Միգուցե իրոք միայնակ եք։ Չգիտեմ, եթե թեկուզ մայր եք, ապա ինչ ասեմ ես սրանով, ես ինչ-որ լավ բաներ չեմ կարողանում ձեզ ասել։ Իսկ ապագայի իսկ որպես խորհուրդ դա ասում է ձեզ, որ կայունացրեք ձեր հարաբերությունները, միգուցե ձեր երեխաների հետ, միգուցե ձեր սիրելիի հետ։ Նաև ինչ-որ միտեղ կաղեք, ասում է, որ մնացեք, ինչ-որ մի բան ամրացրեք, ինչ-որ մի բան պնդացրեք, արմատներ գցեք, մի այդպես թեթև նայեք ոչ մի բանին։ Նա ինչ-որ, ոնց որ մարդը, ոնց որ ասում են ձեզ, եթե հարաբերություններ եք ուզում ստեղծեք կամ պահպանեք, ոնց որ յակրը գցեք եւ մնացեք այդտեղ եւ պահպանելով ձեր հարաբերությունները, թեկուզ ձեր երեխաների հետ, դա կայունության քարտն է նաև։ Միգուցե եթե դուք չեք շփվում իրար հետ, ձեր երեխաների հետ, ձեր ծնողների հետ, միգուցե հիմա արդեն հենց այդ օրը փորձ լինի նորից վերականգնելու հարաբերությունները եւ սա հենց դա է ասում, որ անպայման ամրացրեք ձեր հարաբերությունները։ Եվ ինչ ասեմ։ Յուրաքանչյուր բան ստանալուց, եթե նվեր ստանաք, շատ մի քննադատորեն մոտեցեք դրան այդ օրը։ Այս եղջյուրները մի քիչ սառը մարդ են եւ ես չեմ պատկերացնում այդ եղջյուրները ոնց են իրար նվերներ տալիս։ Իրոք չեմ պատկերացնում այդ պահը։ Միգուցե դրանից է որ ձեզ այդ նման քարտ է ընկել։ Եկեք մեկ քարտել որպես ուղղակի։ Ինչ-որ մի բան առաջ կգնա, ինչ-որ մի բան այո, այստեղ հենց չգիտեմ, թե երեխա ծնողն է, թե ընտանիքն է, թե ձեր ուղակի մենակ եք այստեղ եւ ինչ-որ մի բանը առաջ կգնա։ Միգուցե ինչ-որ մարդը մենակ է եւ իրան այդպես լավ է զգում, այս նման տպավորություն ունեմ եւ ունեմ նման տպավոր, որ մարդը մենակ ուսմամբ է զբաղվում, եթե ծնող է, ապա այս պահին իր երեխաները կամ իր կողքը չեն, կամ չգիտեմ, ինչ որ նման որոշ մի բան կա, բայց այստեղ սա ասում է, որ այդ հարաբերությունները ապա իրանք առաջ կգնան առանց որոշ խնդրի։ Տարեք առաջ այնինչ որ կանգնած է։ Հարաբերություններն են կանգնած։ Գուցե իրոք չեք խոսում իրար հետ այ մարդ։ Դրա համար, հա, առաջ տարեք սա։ Առաջ տարեք ձեր հարաբերությունները։ Այսքանը։ Ձեզ ամենալավն եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին այս տոնի կապակցությամբ մարտի 8-ին։ Նոր տղամարդ է մտնելու ձեր կյանք, կամ միգուցե ամուսինն է վերադառնում։ Եվ խորհուրդը քարտերից։ Այստեղ նոր անձնավորություն է կարծես թե։ Դե տղամարդ է, ով որ շատ կարևոր է ձեզ համար, միգուցե իրոք գալիս է ձեր ամուսինը տուն, ձեր տղան է գալիս տուն, ճիշտ է ինքը հոր կեցվածքն է, հա, որովհետև թագը գլխին է, սա հայրն է, մեծ է տարիքով, հնարավոր է ուղղակի ինչ որ մարդ է, ով որ մեծ է տարիքով, ձեր մեծ տղան է, ձեր ամուսինը, ձեր եղբայրը,
գալիս է եւ ձեզ նվեր է տալիս։ Եվ իհարկե խորհուրդը ձեզ, այստեղ ուղղակի ինչ որ մի տղամարդ է, որ իրոք կարևոր է եւ կարող դուք եք այս տղամարդը եւ հա եթե տղամարդ է նայում, հենց դուք ձեզանից շատ բան է կախված, որ դուք այդ օրը պետք է նվերներ անեք մարդկանց, որովհետեւ հա ձեր ընտանիքի կանանց, որովհետեւ այդ օրը կանանց տոնն է, եթե տանը ունեք երկու քույր, մայր, նաեւ այնտեղ չգիտեմ ով, ապա ես ցավում եմ բավականին թանկարժեք է։ Բայց ամենայն դեպս կարևորը մայրն է, պետք է իրեն անեք, հետո նոր մնացածին։ Դե եւ իհարկե եթե գրում են ձեզ անպայման պատասխանեք այդ օրը։ Նավրը ինչ որ մեկի հետ այդպես նամակագրական կապի միջոցով ծանոթանաք։ Եվ ինչ որ կարող է այդ տղայից ոչ է տուփ եք ստանում նվեր, ոչ է նամակ, որտեղ ոչ մեջը կարող է կամ ինչ որ մի բան գրված լինի կամ գումար նաև լինի շատ կարևոր կարող ինչ որ մի բան կարող է առաքում է ձեզ համար կազմակերպել եւ ծաղիկներ են առաքում տուն կամ նվեր են առաքում տուն եւ հենց այդ տղամարդն է թե հիմա ամեն մարդու համար հենց ուղղակի այս տղամարդու դերը միգուցե ցույց է տալիս, որովհետև այդ տղամարդը այս պահին կարող ձեզ հետ չի, դա է դրա համար է ցույց տալիս, որ ինչ որ մի ձևով այդ օրը անակնկալ կարող է անել ձեզ։ Եվ թեկուզ գրի, թեկուզ հա ինչ որ մի բան ուղարկի ձեզ։ Այսքանը։ Եվ եթե սկսեք շփվել ինչ որ մեկի հետ, խոսեք էլի նորից ձեզ համար էլ եւս ասեմ, որ այդքան շատ մի տոն տվեք, որ առաջ գնա։ Պահպանեք հարաբերությունները, բայց շատ մի տոն տվեք, որ առաջ գնա այս պահին։ Շատ մի գլխի կոր մտեք այդ հարաբերությունների մեջ, որովհետև հետո այդ մարդուն ուրիշ ձև եք տեսնելու։ Իրական տեսքն եք տեսնելու այդ մարդու եւ հիասթափվեք եւ զգաք, որ ժամանակ վատնեցիք անիմաստ։ Աստվածտա թող այնքան շատ խնդիրներ չունենա, որ հետո ուրիշ ձև տեսնեք, բայց ոնց որ այս պահին մարդու աչքերում վարդագույն ակնոցներ է դրված կամ մարդը հավանում է կամ չի հավանում։ Թեկուզ եթե ինչ որ մեկի չեք հավանում, հետո կարող եք հավանել էլի։ Մի կորցրեք ինչ որ մի ձևով կապը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ ամենալավն եմ մաղթում։ Եվ գնայինք ձկներին։ Տեսնենք ձկներին ինչ են գնում։ Ախր հետաքրքիր օր է, պետք է շատ լավ բաներ են գնան, քարտեր են գնան։ Տեսնենք ձկներին ինչ է սպասվում մարտի 8-ի տոնի կապակցությամբ։ Ահա, ձկները նվերներ են ստանալու։ Եվ իհարկե խորհուրդը։ Ահա, ձկները նվերներ են ստանալու, ուրախ պահեր կլինի ձեզ մոտ, տրամադրությունը բարձր կլինի, ոմանք ծաղիկ կստանան, ոմանք կնվիրեն նաև, ոմանք նաև իրենք կստանան։ Այստեղ եւ նվեր, եւ ծաղիկ, եւ ժամադրություն կարող եք ունենալ երկրորդ կեսի հետ։ Միգուցե ամուսիններով որևիցե միտեղ գնաք, թաքնվեք բոլորից։ Մենայն դեպս տրամադրությունը բարձր կլինի, ուրախ կլինեք։ Միայն այս կողքի քարտը այդքան էլ լավը չի։ Սա մի փոքր ասում է, որ միշտ ապեք, ամենակարևորը։ Յուրաքանչյուր պահ մի հատ կանգ առեք եւ ձեզ շատ հանգիստ պահեք, ինչ որ մի հարցում, ինչ որ մի պահ եթե լինի օրվա ընթացքում։ Հենց ձեր որոշմանը մնացեք, մի փոխեք ձեր որոշումը։ Նաև եթե չեք կարողանում ձեր զույգի հետ հանդիպել, օրինակ, այստեղ ճիշտ է ժամադրությունը կա, բայց եթե չեք կարողam հանդիպել կամ հետո չեք կարողam հետ տուն գնաք, եթե դեռ ոչ ոք չգիտի այդ մասին, որ դուք շփվում եք, այդ պահերը ասում է գտեք ճիշտ ուղի, որ ավելի հեշտ կամ տանից դուրս գաք, կամ հետ վերադառնաք տուն։ Ինչ էլ որ լինի, ինքը այստեղ սա ասում է, որ միևնույն է,
ելքը միշտ էլ կա, միայն ճանապարհը պետք է գտնեք դուք, որպեսզի ոչ թե բարձրանաք սարերի վրայով գնաք, այլ եթե նկատում եք այդ քարտի վրա ինքը ներքևը էլի արանքներում տեղ կա, եւ դա է հենց ասում, որ ելքը կա, միայն պետք է փնտրեք, գուցե հարաբերությունները կարգի բերելու, հարաբերությունները ավելի լավացնելու, տրամադրությունը բարձր է, կարող նվերներ ստանալ այստեղ, բայց չի դա ոչ բոլորին է վերաբերվում, որ հարաբերությունները ձեզ մոտ լավ են, դուք կարող եք ձեր երեխայից նվեր ստանալ, բայց ձեր հարաբերությունները կարող այդքան էլ լավ չեն, եւ սա հենց դա է ասում, փնտրեք այդ ուղիները, որպեսզի կարողանաք կամ հաշտվել, ավելի հեշտ ուղիները, որպեսզի ձեր զույգի հետ լինեք, գուցե ձեր ծնողի հետ հաշտվեք, խոսեք։ Եվ ընդհանրապես պետք է հասկանալ, որ ամենաբարձր թեկուզ լեռան գագաթին էլի հեշտ տարբերակներ կա հասնելու, մարդիկ մասիս են բարձրանում, այնպես որ մարդուց է դա կախված, թե կուզի արդյոք այդ հարաբերությունները պահպանել, կարգի բերել, թե ոչ։ Դե ծնողի հետ նույնպես, որովհետև մայրության տոնն է, գեղեցկության տոնն է։ Այսքանը ձեզ։ Եթե երկրորդ քարտը լավ լիներ, ինքը օրը իդեալական կլիներ, բայց ինչ որ մի պահեր են պետք գալու ձեզ, չգիտեմ ինչի համար, կամ իրոք տանից դուրս գալու, կամ չգիտեմ, ինչ որ մի բան է, որ պետք է փնտրեք օրվա ընթացքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ ամենալավն եմ մաղթում։ Դե բոլորիդ եմ մաղթում ամենալավը լավ եղեք։